կազմակերպել արևմտահայերի համագումար։ Այդ կապակցությամբ Անդրանիկն ասել է. «Փաստ է, որ ռուսահայերը ոչինչ չեն անի մեզ համար, պետք է կազմակերպել արևմտահայերի համագումար»։ Եվ ահա, վերջապես երկարատև նախապատրաստություններից հետո եկավ համագումարի օրը, որը ճակատագրական դարձավ արևմտահայերի համար։ Համագումարին 80 պատվիրակներ ժամանեցին Երևան, այդ թվում այնպիսի ծանրակշիռ դեմքեր, ինչպիսիք էին համագումարի համահիմնադիրներ Զորավար Անդրանիկը, Արամ Մանուկյանը, Լևոն Շանթը, ինչպես նաև արևմտահայ էլիտայի շատ այլ ներկայացուցիչներ։ Բայց հին հակասությունները մի կողմ դնելու եւ որոշումների ընդունման վրա կենտրոնանալու փոխարեն համագումարի ընթացքում բախում տեղի ունեցավ, որի պատճառով Անդրանիկը լքեց Երևանը եւ ուղևորվեց Էջմիածին, եւ շուտով հենց այնտեղից հայտնեց իր որոշումը դաշնակցության շարքերը լքելու մասին։ Հարկ է նշել, որ հայ փախստականների եւ տեղաբնակ հայերի հարաբերություններն էլ հարթ չէին։ Շրջանների տարանջատման հողի վրա շատ կենցաղային բախումներ էին լինում։ Հայերի հարաբերությունների վառ օրինակներից մեկը վկայում է Վանի վարչակազմի ղեկավարը Ավետիս Թերզիբաշյանը։ Ես նորից սրբություն եպիսկոպոս Խորեն Մուրադբեկյանի հետ էի։ Սենյակ մտան երկու կին, նրանցից մեկը թուրքահայ էր Խնուսից, որը սենյակ էր վարձակալում մյուսից ռուսահայ երևանցուց։ Նրանք եկել էին առաջնորդի մոտ վարձավճարի հարցով։ Տանտիրուհին իր խնդիրը ներկայացնելիս փախստական բառը գործածեց, ինչը զայրույթի պոռթկում առաջացրեց։ Ինչ փախստական, նորից փախստական, դեռևս փախստական, եթե դու այդ բառերը մի անգամ էլ կրկնեցիր, ատամներդ կջարդեմ։ Եպիսկոպոսը փորձում էր ինչ-որ հաշտեցման բան ասել, բայց թուրքահայը դա համարեց միակողմանի եւ անարդար։ Կարևոր է արձանագրել, որ թուրքերի դեմ մարտական գործողությունների նախապատրաստության համար յուրաքանչյուր օրը չափազանց կարևոր էր։ Մինչ արևմտահայերը հարաբերություններ էին պարզում միմյանց միջև առաջին իսկ համագումարի ընթացքում, իսկ Ահարոնյանը չէր կարողանում կազմակերպել բանակի զորահավաքը, հայկական շանսերը գնալով ավելի ու ավելի էին նվազում։ 1917 թվականի մայիսի 29-ին Թիֆլիսում Զորավար Անդրանիկը հանդիպում է ամերիկյան հյուպատոս Սմիթի հետ, որտեղ թարգմանիչը Վահան Թոթովենցն էր։ Հանդիպման նախաձեռնողն ամերիկացին էր, որը ուղիղ հարց տվեց Անդրանիկին, թե ինչպես է նա պատրաստվում հայկական Էրզրում, Վան, Բիթլիս նահանգները պահել եւ հաղթել Թուրքիային։ Անդրանիկը հանդիպմանը ներկա սպաների հետ միասին ծրագիր կազմեց քարտեզի վրա։ Տվյալ քարտեզն ու դրա նկարագրությունը Սմիթն իր հետ տարավ Մոսկվա, որտեղ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի եւ Միացյալ Նահանգների դիվանագետների հանդիպումը, իսկ պատճենները ուղարկեց բոլոր տերությունների մայրաքաղաքներ։ Շուտով Անդրանիկը կարճ նամակ ստացավ Պողոսն ու Բարից։ Զորավար, ես խնդրում եմ քեզ շտապ